Professor Pozzerò, Pozzerò professor, non so fuori ai sol, Pozzerò professor, professor Pozzerò, professor Pozzerò. Հասկացա հարցերոն, քիչ անց կվերադարձնեմ։ Ողջույն իմ շատ սիրելի փոքրիկ գիտնականներ։ Ձեզ հետ եկել է հանդիպման գիտության ընկեր, խենթու տաղանդավոր պրոֆեսոր Փորձերոնը։ Պատրաստ եք պայթեցնել իմ տաղավարը ձեր հարցերով։ Այսօրվա բոլոր հարցերը սպասում են իրենց պատասխաններին։ Դե ինչ, 1, 2, 3, եկեք միասին փայլենք։ Երեխաներ, հիմա հանգիստ տեղավորվում եք, քանի որ պատմելու եմ մի փոքր երկար, որովհետև խոսելու եմ ոչ միայն հին աշխարհի, այլև նոր աշխարհի հրաշալիքների մասին։ Հին աշխարհի հրաշալիքներից են Գիզայի մեծ բուրգերը, որոնք գտնվում են Եգիպտոսում։ Կառուցվել են Քրիստոսից առաջ մոտ 3-րդ հազարամյակում փարավոնների հրամանով, որպես դամբարան, որտեղ թաղվում էր փարավոնը իր գանձերով, գահով, անգամ սպասավորների արձաններով։ Եգիպտացիները հավատում էին, որ կյանքը մահից հետո շարունակվում է, եւ բուրգը պետք է պաշտպանի նրան հավերժության ճանապարհին։ Այդ հսկա բուրգերը կանգնած են Գիզայի դաշտավայրում։ Երեքն են՝ Խեֆրենի բուրգը, Միկերինոսի բուրգը եւ Քեոպսի բուրգը։ Վերջինս ամենամեծ ու ամենահայտնին է, որը կառուցվել է փարավոն Խոֆուի կամ Քեոպսի հրամանով։ Այն հին աշխարհի միակ հրաշալիքն է, որն այսօր դեռ կանգուն է։ Այն բաղկացած է մոտ 2.3 միլիոն խոշոր քառակտորներից, որոնցից յուրաքանչյուրն ավելի քան 2 տոննա է կշռում։ Մինչ այսօր էլ գիտնականները քննարկում են, թե ինչպես են հին եգիպտացիները կարողացել կառուցել այդպիսի հսկայական շինություն առանց ժամանակակից տեխնիկայի։ Հաջորդը Բաբելոնի կախովի այգիներն են, որոնք գտնվել են ներկայիս Իրաքի տարածքում։ Ըստ լեգենդի կառուցվել է թագավոր Նաբուգոդոնոսորի կողմից իր կնոջ Ամիտիսի համար, որը կարոտում էր կանաչ լեռները։ Ըստ պատմիչների, այգիները բարձրանում էին մի քանի հարթակներով եւ ոռոգվում էին բարդ համակարգով։ Նշեմ, որ դրանց գոյության մասին կան վկայություններ, բայց հստակ ապացույցներ չեն պահպանվել։ Հաջորդ հրաշալիքը Զևսի ոսկուց եւ փղոսկրից արձանն էր, կանգնած օլիմպիական խաղերի ծննդավայր Օլիմպիայում, Հունաստանում։ Այս արձանը ստեղծվել է փայլուն քանդակագործ Ֆիդիասի կողմից։ Զևսը նստած էր թագի վրա, ձեռքին հաղթանակի աստվածուհու արձանիկը։ Ցավոք, արձանը դարեր անց ոչնչացվել է հրդեհի պատճառով։ Հրաշալիք էր Արտեմիսի տաճարը Եփեսոսում, որը գտնվում էր ներկայիս Թուրքիայի տարածքում։ Այն նվիրված էր որսի կանանց հովանավոր Արտեմիս աստվածուհուն։ Այս տաճարը համարվում էր աշխարհի ամենագեղեցիկ կրոնական կառույցներից մեկը։ Այն ուներ 127 սյուն, 18 մետր բարձրությամբ յուրաքանչյուրը։ Առաջին անգամ տաճարն այրվել է Հերոստրատոս անունով մարդու կողմից։ Նա ուզում էր, որ իր անունը մտնի պատմության մեջ։ Այո, երեխաներ։ Փաստեմ, տաճարը վերստին կառուցվել է, բայց ցավոք սրտի հետագայում կրկին ոչնչացվել է։ Հիանալի կառույց է եղել Հալիկարնասի դամբարանը, որը գտնվել է ներկայիս Թուրքիայի տարածքում։ Կառուցվել է թագավոր Մավսոլոսի համար եւ համարվել է այդ դարաշրջանի ճարտարապետության գլուխգործոցը։ Այն այնքան յուրահատուկ էր, որ մավզոլեում բառը հենց արքայի անունից է ծագում։ Դամբարան ունեցել է քանդակներով զարդարված աստիճանաձև տանիք։ Հրաշալիք է համարվել նաև Հռոդոսի կոթողը Հունաստանում։ Շուրջ 30 մետր բարձրությամբ բրոնզե արձանը կանգնած է եղել Հռոդոսի նավահանգստում։ Կառուցվել էր որպես հաղթանակի խորհրդանիշ։ Ասում են, նավերն անցնում էին նրա ոտքերի արանքով։ Ցավոք, արձանը քանդվեց երկրաշարժից, ընդամենը 56 տարի կանգուն մնալուց հետո։ Դե ինչ շարունակենք։ Հին աշխարհի հրաշալիք է Ալեքսանդրիայի Փարոսը Եգիպտոսում։ Գտնվել է Փարոս կղզում, Նեղոսի գետաբերանի մոտ։ Հասնում էր մոտ 100 մետր բարձրության։ Առաջնորդում էր նավերը դեպի Ալեքսանդրիայի նավահանգիստը։ Այն համարվել է ներկայիս Փարոսների նախատիպը։ Իսկ հիմա խոսեմ նոր աշխարհի 7 հրաշալիքներից, որոնք ընտրվել են 2007 թվականին։ Չինական մեծ պատը, որը գտնվում է Չինաստանում։ Ավելի քան 21000 կիլոմետր երկարությամբ պատը կառուցվել է Ցին Շին Հուանդին կայսեր հրամանով։ Այն կառուցվել է թշնամիներից, հատկապես հոներից պաշտպանվելու համար։ Հաջորդը Պետրաքաղաքն է Հորդանանում։ Քարափոր քաղաքը քանդակված է վարդագույն ժայռերի մեջ։ Կառուցվել է նաբաթեացիների կողմից որպես առևտրական հանգույց։ Գտնվում է գուշակեք որտեղ Անապատում։ Քրիստոս Փրկչի արձանը։ Այն գտնվում է Բրազիլիայում։ 30 մետր բարձրությամբ արձանը կանգնած է Ռիո դե Ժանեյրոյում եւ լայն բացված ձեռքերով կարծես ողջունում է աշխարհին։ Մաչու Պիկչու գտնվում է Պերույում։ Հին ինկերի քաղաքը կանգնած է Անդերի լեռներում, ավելի քան 2400 մետր բարձրության վրա։ Հիացում է իր ճարտարապետությամբ։ Հայտնաբերվել է 20-րդ դարում։
Չիչեն Իցա գտնվում է Մեքսիկայում։ Մայաների հնագույն քաղաքը հայտնի է հատկապես Էլ Կաստիլիո բուրգով, որը կառուցված է մաթեմատիկական ճշգրտությամբ, երեխաներ։ Կոլիզեյում այն գտնվում է Հռոմում։ Հռոմեական ամֆիթատրոն, որտեղ տեղի են ունեցել գլադիատորական մարտեր։ Կարող էր տեղավորվել մինչև 50,000 մարդ, պատկերացնում եք, երեխաներ։ Այն ճարտարապետական հրաշք է, ստորգետնյա անցքերով, վերելակներով եւ նույնիսկ թունելներով։ Թաջ Մահալ այս հրաշալիքը գտնվում է Հնդկաստանում։ Սիրո հուշարձան, կառուցված Շահ Ջահանի կողմից իր սիրելի կնոջ Մումթազ Մահալի համար։ Մարմարե պալատը համաչափության եւ գեղեցկության գլուխգործոց է համարվում, երեխաներ։ Ահա այսքանը, երեխաներ, հին ու նոր աշխարհների հրաշալիքների մասին։ Բայց մինչև հաջորդ հարցին անցնելը ուզում եմ խոսել Ցին Շի Հուանդի տերակոտային բանակի մասին։ Երբ Ցին Շի Հուանդին, Չինաստանի առաջին կայսրը, հասավ իր կյանքի մայրամուտին, նա հրամայեց կառուցել մի հսկայական դամբարան, որը կպաշտպանի իրեն նույնիսկ մահից հետո։ Բայց այն սովորական դամբարան չէր, երեխաներ։ Այնտեղ գտնվում էին մոտ 8000 կավե զինվոր, 600 ձի, 100 կառք եւ բազմաթիվ պալատականների արձաններ, պատկերացնում եք։ Այս բոլոր քանդակները պատրաստված են գրեթե բնական չափերով, մոտ 1 մետր 80 սանտիմետր բարձրությամբ։ Ամեն մեկի դեմքին առանձին արտահայտություն է։ Ոչ մի զինվոր չի կրկնվում։ Կայսրը հավատում էր, որ մահից հետո շարունակելու է իշխել, եւ այդ բանակը պետք է իրեն պաշտպանի այն աշխարհում։ 1974 թվականին տերակոտային բանակը պատահաբար բացահայտեց մի գյուղացի, երբ նա ջրհոր էր փորում։ Հիմա այն կոչվում է աշխարհի 8-րդ հրաշալիք եւ պահվում է Սիանյայում, հատուկ կառուցված թանգարանում։ Չնայած դամբարանի մի շարք սենյակներ դեռ չեն բացվել, հնարավոր վնասներից խուսափելու համար։ Իսկ հիմա, երեխաներ, ուզում եմ կարդալ հաջորդ հարցը։ Պրոֆեսոր Փորձերո Բարև պրոֆեսոր Փորձերոն։ Ես Էրիկ Մուշեղյանն եմ, 12 տարեկան։ Բարև սիրելի Էրիկ։ Կարող եք ասել, երբ է ստեղծվել առաջին համակարգիչը։ Երեխաներ, համակարգչի պատմությունը ժամանակի ընթացքում է զարգացել, որովհետև տարբեր սարքեր տարբեր ժամանակներում են հայտնվել։ Բայց սկսեմ ամենակարևորից։ Համակարգչի հայրը համարվել է Չարլզ Բեբիջը։ 1830-ականներին անգլիացի մաթեմատիկոսը նախագծեց առաջին մեխանիկական համակարգիչը՝ վերլուծող Մեքքենան։ Այն կարող էր թվեր մշակել, հիշել եւ նույնիսկ որոշումներ կայացնել։ Բայց մաթեմատիկոսը չկարողացավ այն ավարտել։ Դրա համար անհրաժեշտ էր ավելին, քան ժամանակի տեխնիկաներ։ Բայց նրա գաղափարները դրեցին ժամանակակից համակարգիչների հիմքը։ Առաջին էլեկտրոնային համակարգիչը ստեղծվեց 1946 թվականին ԱՄՆ-ում։ Կշռում էր մոտ 30 տոննա, պատկերացնում եք, զբաղեցնում էր մի ամբողջ սենյակ։ Կարող էր վայրկյանում կատարել հարյուրավոր, հազարավոր հաշվարկներ։ Սա համարվում է աշխարհում առաջին իսկական էլեկտրոնային արագ աշխատող ծրագրավորվող համակարգիչը։ Ինչ եղավ հետո։ 1950-60-ականներին համակարգիչները դարձան փոքր-ինչ մատչելի։ 1980-ականներին արդեն սկսեցին մտնել գրասենյակներ եւ դպրոցներ, իսկ 1990-ականներից հետո հայտնվեցին մեր տներում։ Համակարգիչները փոքրացան, մարդիկ ստեղծեցին թվային կրիչներ, էկրաններ, մկնիկներ ու բառերի շտեմարաններով լի ծրագրեր։ Այս գաղափարը նաեւ արհեստական բնականության վերաբերյալ գաղափարն առաջ քաշեց։ 1956 թվականին մի խումբ գիտնականներ հավաքվում են Դարտմուտի համալսարանում եւ որոշում. եկեք փորձենք ստեղծել մի բանականություն, որը կարող է սովորել, հասկանալ, վերլուծել եւ որոշումներ կայացնել։ Այդ պահից ծնվեց մի նոր ոլորտ, որը մենք այսօր կոչում ենք արհեստական բանականություն։ Այն կարող էր վերլուծել բարձրացեր, խաղալ նարդի կամ ասենք շախմատ։ Օրինակ 1997 թվականին համակարգիչը հաղթեց աշխարհի շախմատի չեմպիոն Գարի Կասպարովին։ Այդ օրը աշխարհը հասկացավ. մեքենաները արդեն խաղում են մարդկանց պես, գուցե երբեմն ավելի լավ։ Այնուհետև մեքենան սկսեց մտածել մարդու պես։ 21-րդ դարում արհեստական բանականությունը դարձավ շատ ավելի խելացի։ Սովորում եք հովարքից, խոսում եք քեզ հետ ինչպես մտերիմ ընկեր։ Դե ինչ, ես փորձեցի համառոտ նկարագրել համակարգչի ստեղծման պատմությունը։ Իսկ գիտեք ամենաակտարուն որն է, որ այս ամենը սկսեց փոքրիկ երազանքից։ Պրոֆեսոր Փորձերո Հարցերոն, իսկ դու գիտես, որ յուրաքանչյուր բջիջ գիտի, թե ով ես դու։ Չգիտես։ Որտեղից իմանաս։ Լավ, տեսնենք, թե ինչ հետաքրքիր հարց են ուղարկել ինձ երեխաները։ Ավելին ասեմ, սա տեսահարց է։ Եկեք միասին դիտենք։ Բայց պրոֆեսոր Փորձերոն, ես այն եմ, մի քանի օր ծնողներիս հետ եղել եմ Փայլում եւ շատ եմ հավանել Էլֆերան աշտարակ։ Խնդրում եմ, պատմի, թե երբ են կարծել եւ ինչպես։ Սիրելի ընկերներ, այս աշտարակի պատմությունը սկսվեց ոչ միայն երկաթե ձողերից, այլև հասարակ մարդու համարձակությունից։
Այն սիրո խորհրդանիշ լինելուց բացի ճարտարապետական գլուխգործոց է։ 1889 թվականն էր։ Փարիզում պատրաստվում էին նշելու ֆրանսիական հեղափոխության 100-ամյակը։ Քաղաքը մի նոր հրաշք էր ուզում, այնպիսի մի բան, որը աշխարհը չէր տեսել։ Ճարտարագետ Գուստավ Էյֆելը համարձակվեց կառուցել մի աշտարակ, որը կհասնի մինչև երկինք։ Շատերը թերահավատորեն էին մոտենում դրան։ Մի մասն ասում էր, որ Փարիզը կաղավաղվի, որ անհնար է այն կառուցել, բայց Էյֆելը բոլորին դեմ գնաց։ 2 տարում կառուցեց այդ մետաղյա գլուխգործոցը։ Աշտարակի բարձրությունը հասավ մինչև 324 մետրի։ Այն բաղկացած է 18000 մետաղե կտորներից։ Բացման օրը Փարիզը պապանձվեց, իսկ հետո արդեն սիրահարվեց։ Մի քանի տարի անց աշտարակը պետք էր ապամոնտաժել, սակայն մարդիկ հասկացան, որ այն կարող է օգտակար լինել ռադիոալիքների, հաղորդակցության, պաշտպանության համար։ Ամեն տարի այնտեղ 7 միլիոն մարդ է բարձրանում։ Այն աշխարհի ամենաճանաչված կառույցներից մեկն է։ Տեղադրված է Մարսյան դաշտում եւ դարձել է սիրո, երազանքի եւ Փարիզի խորհրդանիշ։ Professor Posero. Երեխաներ, իսկ դուք գիտեք, երբ բակում նստած եք մեկի հետ եւ երկուսդ լուռ եք, իսկ հետո հանկարծ ծիծաղում եք առանց պատճառի, դա վստահությունն է։ Եվ այս թեմայով մեզ հարց է ուղարկել Միշան։ Նա ասում է. «Հարգելի պրոֆեսոր, կարող եք ասել ինչ անել, երբ ընկերդ քեզ չի վստահում»։ Շատ ցավոտ հարց է։ Եկեք օգնենք Միշային։ Ինչ անել, երբ ընկերներդ քեզ չեն վստահում։ Աքսաննա, խնդրում եմ, օգնիր մեզ։ Professor Posero. Ողջույն սիրելի երեխաներ, երբ զգում եք, որ ձեզ չեն վստահում, դա կարող է շատ տխրեցնել եւ ցավ պատճառել, հատկապես երբ խոսքը վերաբերվում է ընկերներին, բայց գիտեք, որ վստահությունը մեկ օրում չի կառուցվում, այն բխում է մեր վարքից, խոսքից եւ վերաբերմունքից։ Այս պատմության օգնությամբ կտեսնեք, թե ինչպես են երեխաները արձագանքում այդ ցավոտ պահերին եւ ինչն է իրականում օգնում նրանց վերականգնել վստահությունը։ Մենք իրականացրել ենք հարցում, ինչ անել, եթե ընկերդ չի վստահում քեզ թեմայով։ Երեխաների մեծամասնությունը պատասխանել է, որ ոչ, չգիտեն։ Եկեք դիտենք պատմությունը եւ հասկանանք, թե ինչ պետք է անել։ Արենը 12 տարեկան է։ Նա միշտ ընկերների ուշադրության կենտրոնում է, իր հումորներով, արկածներով եւ չարաճճիությամբ։ Մի անգամ, երբ ընկերներով հավաքված են լինում խաղահրապարակում, Արենն ասում է, որ կարող է 100-ից ավել անգամ գնդակով խաղալ եւ այն չի հայտնվի գետնի վրա։ Ընկերները սկզբում զարմանում են, հետո խնդրում են նրան, որպեսզի նա դա ցույց տա։ Արենն սկսում է խաղալ, բայց նրա մոտ դա չի ստացվում։ Այդ ժամանակ Արենն ասում է, որ խնդիրն այդտեղ է, կամ գնդակը լավը չէ, կամ այսօր իրեն մի քիչ վատ է զգում։ Հետո ընկերներով որոշում են զբաղվել մարմնամարզությամբ։ Արենն այդ ժամանակ հայտարարում է, որ կարող է 50-ից ավել ջիմ անել։ Բոլոր ընկերները սկսում են մրցել, այդ թվում նաև Արենը։ Սակայն առաջին 10 հատից հետո նա հոգնում է եւ չի կարողանում շարունակել։ Ընկերները սկսում են կասկածամտորեն վերաբերվել Արենին, հետո որոշում են ֆուտբոլ խաղալ։ Արենը ցանկանում է լինել դարպասապահ, քանի որ նա շատ լավ է տիրապետում այդ սպորտին։ Սակայն ընկերները նրան հայտնում են, որ չեն կարող վստահել նրան այդ պատասխանատու գործը, քանի որ չեն հավատում նրան։ Նրանք հեռանում են խաղը շարունակելու, իսկ Արենը մնում է միայնակ։ Բայց ինչու մտածում էր Արենը, չէ՞ որ նա իրոք շատ լավ դարպասապահ է։ Ինչու իր ընկերները չեն վստահում իրեն։ Արենը ցանկանում էր ընկերների մոտ բարձրանալ, ցույց տալ, որ նա լավ է տիրապետում գնդակին եւ շատ ուժեղ է, սակայն չստացվեց։ Եվ այդ ձախողումներից հետո ընկերները նրան չվստահեցին։ Նման դեպքերը առօրյայում կարող են շատ լինել եւ հաճախ բարձրանալու, մեր ուժերը ընդգծելու ցանկությունը կարող է մեզ շատ խանգարել։ Երբ երեխաները սկսում են հաճախ բարձրանալ, դա նշանակում է, որ նրանք կարիք ունեն, որ իրենց նկատեն եւ ուշադրություն դարձնեն։ Բայց այդ վարքը կարող է վանել ընկերներին եւ շփման մեջ բարդություններ առաջացնել։ Տեսնենք ինչպես կվարվի Արենը, եթե չհասկանա իր վարքը։ Արենը ոչինչ չի ասում։ Վերցնում է հեծանիվը եւ գնում է բակի մի անկյուն։ Սկսում է այնտեղից հետևել խաղը։ Հետո հանում է հեռախոսը եւ սոցիալական ցանցում հրապարակում անում։ Կեղծ ընկերներ, չարժե վստահել ոչ մեկին։ Երբ հաջորդ օրը վերադառնում է բակ, ոչ ոք դրան չի մոտենում։ Նա մոտ ընկերն ասում է. Արեն, ինչու ես այդպիսի բան գրել, եթե դու ես քեզ սխալ բան։ Նա միայնակ է եւ շատ վիրավորված։
Երբ մեզ չեն վստահում, ամենահեշտը վիրավորվելն է, բայց երբ այդ վիրավորանքը վերածվում է չարության եւ լռության, կտրում է ընկերների հետ կապը։ Արենը զգաց, որ միայնակ է, բայց չփորձեց բացատրել, պարզաբանել։ Ընտրեց լռելն ու հեռանալը, իսկ վստահությունը միշտ երկխոսություն է պահանջում։ Արենը մնում է մենակ։ Հետո մտածում է. ախր իր ընկերները ճիշտ են։ Նա մի քանի անգամ չկարողացավ ապացուցել այն, ինչ ասել էր։ Սկզբում չկարողացավ գնդակ խաղալ, հետո ձգումը։ Նա սկսեց մտածել. բայց ինչու էր նա ասում այնպիսի բաներ, ինչը չէր կարողանալու անել։ Հետո հասկացավ, որ նա պարզապես ցանկանում էր իր ընկերների մոտ թողնել ավելի ուժեղի տպավորություն։ Նա հավաքեց իր ընկերներին եւ ամբողջը անկեղծ պատմեց նրանց։ Ընկերները լսեցին նրան, փորձեցին հասկանալ եւ ասացին, որ նրանք ճանաչում են Արենին եւ համարում են նրան շատ ուժեղ եւ պետք չէ այն ավելի ընդգծել։ Պետք է պարզապես լինել այնպիսին, ինչպիսին կաս։ Իսկ որպես դարպասապահ նրանք վստահում են Արենին։ Պարզապես այդպես արեցին, որպեսզի նա զգա, ինչ հետևանքներ կարող են ունենալ։ Պարծենալը կամ գլուխ գովելը։ Ընկերները ծիծաղեցին, գրկեցին միմյանց եւ գնացին խաղը շարունակելու։ Այս դարպասապահը Արենն է։ Նա այժմ գիտի ինչ անել, երբ ընկերները սկսում են չվստահել քեզ։ Արենը չփակվեց, այլ բացվեց, խոսեց իր դժվարությունների մասին, նաև պատասխանատվություն վերցրեց։ Նա ցույց տվեց, որ փոխվել է, ոչ թե խոսքով, այլ վարքով։ Դրա շնորհիվ հարաբերությունները սկսեցին նորից կարգավորվել։ Բակերը պատմություններ են ստեղծում, եւ ամեն պատմություն վստահությամբ է ամրանում։ Երբ քեզ չեն վստահում, մի փակիր սրտիդ դուռը։ Փորձիր բացել այն խոսքով, արարքով եւ հարգանքով։ Այդպես հարաբերությունները դառնում են ամուր եւ իրական։ Պրոֆեսոր Փոսերո Դե ինչ երեխաներ, եկեք միասին շնորհակալություն հայտնենք Աքսաննային եւ գնանք Սուսաննայի մոտ դեպի գիտափորձերի աշխարհ։ Պրոֆեսոր Փոսերո Ապրես։ Ոյ, Ոչ, ոյ շատ տակա, բայց խնդրում եմ։ Լավ։ Ողջույն սիրելի երեխաներ։ Այսօր իմ գործընկերոջ հետ ես կատարելու եմ ձեզ համար շատ հետաքրքիր գիտափորձ։ Իսկ այսօրվա իմ գործընկերը գեղեցկուհի Եվան է։ բարև ձեզ երեխաներ։ Եվա, գիտես ինչ գիտափորձ ենք կատարելու։ Ոչ։ Հիմա լցնում ենք բաժակների մեջ ջուր եւ գունավորենք շատ գեղեցիկ գույներով։ Ահա։ Մի գույնը դու լցրու, մեկը ես։ Կանաչն է սիրում, թե գազարագույնը։ Կանաչն սիրում։ Ես էլ գազարագույնը լցնում։ Բացեմ քոնը։ Սա քեզ մի քանի կաթիլ լցնում ես դու այս բաժակի մեջ։ Քանի կաթիլ ես ուզում։ 5 4 Նացիկ 1 2 3 4 Սեղմի, լավ սեղմի։ Սեղմի, ուժեղ սեղմի, ուժեղ, ապրես մեկ։ Ապրես։ Հիմա խառնում ենք։ Հիմա եթե այս գույների իրար խառնենք, ինչ գույն կստացվի։ Փորձենք տեսնենք, չէ՞։ Մուգ կանաչ։ Հիմա մենք Եվայի հետ կատարելու ենք մի գիտափորձ, երբ որ գույները խառնենք իրար եւ գույները չխառնվեն։ Բաժակները դնենք իրար վրա, փորձենք խառնել, բայց գույները չխառնվեն։ Փորձենք նման գիտափորձ անել։ Սկսենք։ Հիմա փորձենք կատարել այդ գիտափորձը։ Սկզբում ջուրը լցնում ենք այս բաժակի մեջ եւ դու քո սիրած կանաչ գույնը լցնում ես բաժակի մեջ։ Կարող եմ գույնը ես լցնել։ Իհարկե, խնդրեմ։ Դու շատ լավ ես լցնում։ Լցրու։ Մեկ Տես ոնց է արագ տարածվում գույնը։ Ինչու՞։ Որովհետև այս բաժակի մեջ ջուրը տաք է։ Հիմա փորձում ենք այս բաժակը շրջել այս մյուսի վրա։ Ու հետո այս թուղթը կհանենք վրայից։ Ոյ շատ տաք է, բայց
Քանի որ մեզ մոտ մի փոքր ջուրը տաք է ստացվել, դրա համար օգտագործում ենք այսպիսի ձեռնոցներ։ Դուք կարող եք մի քիչ ավելի հով ջրով կատարել գիտափորձը կամ նույնպես օգտվել ձեռնոցներից։ Տեղափոխել այս բաժակի մեջ վրա։ Փորձենք անել։ Նորից ենք կատարում փորձը, սիրելի երեխաներ, քանի որ չստացվեց առաջի անգամից, ջուրը շատ տաք էր եւ չկարողացանք իրար վրա դնել։ Հիմա նորից կատարենք փորձը։ Փորձենք դնել։ Ահա։ Ոյ։ Ահա։ Համարյա իրար վրայա, չէ։ Հիմա փորձենք կամաց հանել։ Ահա երեխաներ, չխառնվեց կանաչը եւ դեղինը իրար, քանի որ մեր ներքևի ջուրը սառն էր, իսկ վերևի ջուրը ավելի տաք։ Հետաքրքիր էր Եվա։ Այո։ Իսկ հետաքրքիր է թե ինչու տաք ջուրը չի խառնվում սառը ջրի հետ։ Այո։ Քանի որ տաք ջրի մոլեկուլներ շատ արագ են սկսում շարժվել։ Վազում են ու իրենց խտությունը ավելի թեթև է։ Իսկ սառը ջուրը ավելի խիտ է, սիրելի երեխաներ։ Դրա համար թեթևը ավելի բերև է մնում, իսկ խիտ մասան մնում է տակը։ Ահա այսպես սիրելի երեխաներ, մենք ստացանք այս գեղեցիկ գիտափորձը, եւ եթե դուք էլ հետաքրքրված եք այսպիսի գունագեղ եւ գեղեցիկ գիտափորձով, անպայման կատարեք ձեր տանը, անպայման հաշվի առեք, որ կարող եք աղտոտել մի փոքր միջավայրը։ Սիրելի ծնողներ, դուք էլ ներողամիտ գտնվեք ձեր փոքրիկ գիտնականների հանդեպ, եւ եթե կատարեք այս գեղեցիկ գիտափորձը, անպայման ուղարկեք փորձերոնին։ Հաջողություն։ Հաջողություն։ Profesor Փորձերով։ Երեխաներ, ես միշտ հիացմունքով եմ դիտում Սուսաննայի փորձերը։ Վստահ եմ դուք էլ։ Դե ինչ, այսօր էլ ավարտվեց մեր փոքրիկ գիտական արկածը։ Գիտությունն անսպառ է, ինչպես եւ ձեր երևակայությունը։ Թող ձեր հարցերը երբեք մեր էլեկտրոնային հասցեից չպակասեն։ Դե ինչ, փորձերոնը ձեզ հրաժեշտ է տալիս, իսկ գիտությունը երբեք։ Մինչ նոր հանդիպում երեխաներ։ Profesor Փորձերով։ Փորձերով Profesor նորը սովորի այսօր։ Փորձերով Profesor Փորձերով